Հարգելի սիրելի ժողով, իսրտը ձեր բոլորին ողջունում եմ։ Շնորհակալ եմ ձեր ընդունելության համար։ Ես այստեղ եկել եմ ձեզ ասելու մեր ծրագրի համար, մեր անելիքների համար։ Գիտեք, մեր խոսքը գործ է, ու ամենակարևորը ես գիտեմ, որ նոր մեր քույրիկներ մոտեցավ ճանապարհին, որ ասելով, ոնց ասեցիք, դուխով, մինչև վերջ, այո։ Դուխով ու թասիբով։ Ու թասիբով։ Հիմա ձեզ ասեմ, որ դուք իմանաք, եթե ես այդ ծառայության տակ մտել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ փողի կարիք ունեմ, Աստծո կամոք սովորական աշխատողի ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսի սկսելով, քարը քարին դնելով կառուցել եմ ու Աստծո կամոք, որը ասենք թե մեկը 10,000 է, 10, 100 միլիոն պետական պաշտոնի չեմ եղել, ինքնին իմ ժողովուրդը, իմ երկիրը քարը քարին դնելով կառուցել եմ, զարգացրել եմ, դպրոցներ, եկեղեցիներ, շենքեր, հյուրանոցներ կառուցելով, ասենք թե մինչև այսօր կառուցում եմ, աջակցում, օգնում եմ իմ ժողովրդին, ու Աստված ավելի շատ է տալիս, դա իրական են մեծական ասացված կա, որ եթե ճիշտ ես օգտագործում, Աստված քեզ ավելի շատ տալիս, ես էլ այդ շատ բարձ, անկեղծ, մարդկային, ոչ թե պարապած, անգիրարած, որ այսօր ինչ մտքեր պետք է ասեմ, այլ ինչ որ պատկերացնում եմ, ինչ զգում եմ, ինչը որ ես կարամ անեմ, դա ձեզ ասում եմ, այսօր աննարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան։ Հիմնական հարցը տեսնելով, որ այսօր ես քարոզարշավներին մասնակցում եմ, լիարժեք ներկայացնում եմ, ժողովրդի մասին լսել ենք խնդիրները, խնդիրները, որն են, տարբեր ոլորտի ասենք թե մեկը շինարար է, մեկը մի քիչ փոքր ու միջին բիզնեսի աշխատող է, առողջապահություն, գյուղատնտեսություն, արվեստ, մշակույթ, տաքսի, շինարար, լսելով մենք այդ բոլոր խնդիրները նայել ենք, վեր ենք լուծել եւ կազմել ենք ճիշտ ծրագիր դրանց լուծումները, ուսանող, երիտասարդություն։ Այսօր չլուծվող խնդիր չկա, ժողովուրդ ջան։ Ու նայելով ժողովրդի մոտեցումը, որ քարոզարշավը ժողովուրդը ոնց ընդունում, դեսօր ասենք թե մեծամասնությունը վախում է երևա, ակ կգրեն, երեխային գործից կանեն, կամ խանութը կփակեն, այդ բոլորս գիտենք, բայց այսօր բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից, սպասելով 8 տարի, 10 տարի, լավ է լինելու, անելու ենք, խլելու ենք, վերցնելու ենք, Ջորջան այդ ձերն ա ուվեր, այդ ժողովրդի ցավը տանում ես 8 տարի, ի՞նչն ա ձերը, ի՞նչ ա ձեզ ասել, բացի պատկեր ավելանալուց, բացի վիճակը ծանրանալուց, բացի հարկեր տուրքեր վճարում, ճիշտ եմ ասում, Ջորջան, թե սխալ եմ։ Դրա համար հիմա քույրիկ ջան, նայելով իմ թիմին արդեն օրեկան տարբեր վախի մտնոլորտ ստեղծելով ստել կգան, ասենք բան չկա, ուզում են անջատեն մի 5 օրով, 7 օրով, ասենք թե ինչ որ ցույց տան, որ մենք կարանք ես անենք, էլ անենք։ Ծառուկյանին հաբեկելով ինձ ասել էին, որ գործաններն ենք առնելու, տունը խլելու ենք, ծերանոց հարկենք, այդ է ցավը տանեմ, ծերանոց հարկող եք, այդքան բյուջե կա 15 միլիոն ծախսել եք, մի 100 միլիոն ծախսեիք, մի 3-5 հատ ծերանոց հարկեք, հատուկ ծերերի համար, սպասարկող առուց, Ծառուկյանի տուն, ինչ որ ժողովրդի աշխին ուզում են դիվիդենդ շահեն, Ծառուկյանի տունը թողա 20 հատ, ասենք թե ծեր մնաց, այդ դա ինչ ա տալի ժողովրդին։ Կարգին բան ասեք, կառուցել եք ծերանոցներ կառուցեք, որ ասենք թե մարդիկ նորմալ եթե կարիք ունեն, թող գնան այնտեղ մնան։ Այսօր հիմնական խնդիրը Ժորժ ջան, Ծառուկյանը սա գիտի, որտեղ 0-ից կայացած մարդը աշխատել ստեղծելով պետական պաշտոններ չեմ եղել, այլ այսօր ժողովուրդը հոգնել է բոլորից, հոգնել է մարդել չի ուզում, հայոյանք լսի, ցեղ շպրտել, բռնել, բաց թողել, Ժողովուրդ ջան ձերն է, վարչապետը Ժողովուրդ ջան դուք եք, ժողովրդին լարում եք, բռնում եք, չեք թողում խոսակ ամերիկու բառ արտահայտի, այդ ոնց դառա վարչապետ, ժողովուրդը արդեն վարչապետն է, այսօր ժողովուրդը պարտքերի տակ, Ժողովուրդ ջան, վարկերի տակ, անգործ, տունը նստած, չի իմանում ոնց անի։ Հիմնական խնդիրը մենք ուսումնասիրել ենք, ինչ որ ասում եմ, մեր խոսքը գործ է, իրականորից եմ ասում, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, սաղ աշխարհով մեկ ճանաչում էլ ունեմ, հարգանքել ունեմ, գործել ունեմ, աշխարհի ինչքան ասենք թե ճանաչված մարդիկ կա եւ ասենք թե ազդեցիկ հայ կա, բոլոր հետ էլ շփվում եմ, բոլորն էլ ուզում են իրենց երկրին օգտակար լինեն։ Այսօր առաջնային խնդիրը Ժողովուրդ ջան, ձայնը տակ, ձեր ցավը տանեմ, առաջին կառավարության նիստին առաջարկներ դնելու է սեղանին, առողջապահությունը եւ կրթությունը լինելու անվճար, անմիջապես։ Ասենք հիմնական խնդիրը
իրենք որ անփորձ են, չեն կարողանում կառավարել առողջապահության համար 700 միլիոն դոլար բյուջեն գումար են դնում ամեն տարի 700 միլիոն դոլար օգտագործելով ասենք թե որ մենք լիարժեք ոնց հաշվարկենք մեր ասենք թե ժողովրդի վրա դա եթե ունենան 30 հիվանդանոց բժիշկներ $1000 փող ստանան ես նույնիսկ մի 60 միլիոն կազմում է իրենց տարեկան աշխատավարձը 65-70 միլիոն մի 100 միլիոնի կարան սարքավորում բերեն տարեկան մի 100 միլիոն դնենք ծախսերը դեղորյակա չգիտեմ դու մի 100 միլիոն էլ միլիոն դոլարների մասին խոսում էլի 360 էլի 340 միլիոն ավելանում է այսօր դուք առողջապահությունից գոհ եք ժողովուրդ ջան գնում ես պետպատվերը չկա մի ամիս հետո արի կամ գնայ դիվանությունը չկա այսօր էլ ընտրություններից առաջ դրել են որ թոշակառուները գնան օպերացիաների բժիշկների փողերը չեն տեն դեղորյակին լավ ընտրությունը բրծավ նորից 5 տարի հետո նորից շարունակվել է ժողովուրդը կարիք ունի փողը նպատակային ճիշտ օգտագործվի ամեն քաղաքում հիվանդանոցներ անվճար մարզերում անվճար ասենք թե դող կազմակերպեն այդ գումարը տրամադրեն 240 միլիոն էլ դող 100 միլիոն էլ օգտագործեն թոշակների վրա որ նվազագույնը եթե այսօր նվազագույն զամբյուղը 78,000-ը որ մարդի գոյատևությունը պահի այսօր 10,000 ավելացել են դարել է 49,000 բայց մնացածը ով է տալու 30,000-ը մարդը ոնց ապրի թոշակառուն 49,000-ով կարա գույքար վճարի հոսան գազ վճարի սնվի հագնվի ու ապրի չի կարա դրա համար այսօր մարդիկ պետք է լիարժեք այդ ծանոթության տակ մտել են կարողանան այդ հարցերը կարգավորել մյուս հարց ասեմ ժողովուրդ ջան վարկեր այսօր սա վարկի տակ եք թե վարկի տակ չեք ամեն տնից 3-4 հոգի կառավարությունը պետք է մտածի դրա մասին 15 միլիարդ վերցել են թող մեկը ինձ ասեք թե պատասխանի ասի ճիշտ չես ասում 15 միլիարդ այսօր ժողովրդի ես ձեզ ոչ թե այսօր ասում եմ հենց մենք եկան թոշակները դառնալա 200,000 առաջնային թոշակը դառնալա նվազագույն զամբյուղի չափով 78,000 որ քու այդ թոշակառուները բարեխիղճ որը տարիք առել են այդ մարդկանց պետք է ուշադրություն գոնե մինիմումը կարողանաս ապահովել ոնց որ դու քո ընտանիքի ղեկավարն ես քո ընտանիքին չկարողանաս կերակրել դա քո խնդիրն է վերցել է ծանոթությունը կազմակերպի զարգացրու ներդրում բեր թող մեկը ին տեխնոլոգիան բերի դու քո տարածքները տրամադրի կազմակերպի պետք է եթե մարդիկ անփորձ են կյանքում չեն աշխատել քարը քարին չեն դրել դա տենց է լինելու ժողովուրդ ես ինչ որ ասում եմ դա այդպես է որ ասեք թե այսօր մինչև 3 միլիոն դրամ ցանկացածով վարկի տակ է մնացել դրա համար ասում եմ եղել է կորոնավիրուս եղել է տնտեսական ճգնաժամ մարդիկ չեն աշխատել մարդիկ գոյատևել են տուն են պահել իրենց առողջապահության են հետևել եթե նա 2 միլիոն 450,000 վարկառուն ենք 2 միլիոն 200,000-ը անմիջապես այդ ճայճից դուրս են գալի ընդհանրապես պետությունը պարտադիր պետք է 1 միլիարդով ավելանա այդ թող ավելանա 15 միլիարդ ժողովուրդ խաբարեք 15 միլիարդից փող են ավելացած ես աշխատատեղ են սարքել ոչ մի բայց 1 միլիարդ ավելանա գոնե 2 միլիոն 200,000 մարդ այդ ճայճից դուրս է գալու ժողովուրդ ժողովուրդ ջան ուրեմն ամեն ինչը ոչ թե անգիր արած ես ձեզ նորից եմ ասում ես որպես ինձ դնում եմ ձեր տեղը որ մարդը այսօր հույսով հավատով իմանա իրան մասին մտածող բան կա գոնե մի ամիս հետո բանա փոխվելու որ իր մատից փուշ են հանելու ինքը կարողանալու է իր հարցերը կարգավորի ոչ թե գործը կորցնելով երեխեն սոված մնալով վարկը ոնց փակի սա դադար խոսալու բան չի ձեր ցավը տանեմ ասում եք կտրամադրեք կտակ ձեր ձայնը ձեր ցավը տանեմ առաջի որոշումը դա է լինելու ու այսօր ձեզ նորից ասեմ այսօր կապ չունի կուսակցական պատկանելություն 70-80 կուսակցություն կա բայց սա հայ է սաղի ցավը տանեմ բոլորն էլ ուզում են որ իրաց տունը լավ պահեն
իրենց ընտանիքը լավ ապրի, իր երեխու ապագան փայլուն լինի։ Այսինքն բոլորը պետք է նայեն ով կարա դա անի, դրա տակ ով կարա մտնի։ Ձեզ ցավը տանեմ, այսօր պարզ է, ես տեսնում եմ հերաստում են, գործից են անում օրինական, անօրինական, հեր եկավ տեղում է, ուրեմն տղային են գործից ազատում, անիմը դիմում չի գրեմ, բայց էլ է դադի կտա կվերականգնվի, հետո այդ աշխատողը այդ դիմումը, ով որ մակագրե անել է, նա պետք է իմանա, որ ամսի 7-ից հետո որտեղ է լինելու, կամ 3 ամիս հետո նա ոնց է այդ մարդու երեսը նայելու, պետք է ասել են արել եմ, ես չէի կար, այդ չէի կարա դիմում գրի դուրս արի։ Ժողովուրդ, ես ձեր հետ խոսում եմ, իրական որպես ձեր փոխարեն հասկանալով աննարի ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր հիմնական ես ձեզ ասում եմ, որ մենք պետք է մեր եղբայր պետությունները չտշնամանանք, բարեկամական հարաբերությունը պետք է պահենք, պետք է բանակցենք, պետք է մի քանի ընտրություն ունենանք, եթե չէ դու հիմա այսօր Ռուսաստանը տշնամանում ես, ես միշտ ասել եմ, այն օրն եմ հայտարարել, արդեն լիարժեք դու փակուղի ես մտնում, որ ժողովուրդը արդեն չի կարողանալու, ոչ բանկի վարկը փակի, ոչ իր աշխատողի, ասենք աշխատավարձը տա, հիմա այսօր այդ վիճակն է ժողովուրդը, ճանապարհները փակա, Ռուսաստանը ասում հայ ժողովրդին բարեկամներն են, բայց այդ ղեկավարությունը թող կողմորոշվի, եթե մեր այդ թշնամի է, ուզում է թշնամիները համագործակցի, իրա ցավն տանեմ, թող ժողովուրդը իմանան, որ մենք իրենց բարեկամն ենք, մենք չենք ուզում քայլ կատարենք, բայց իրենք ուզում են մեր թշնամիների հետ եղբայրություն անեն։ Հիմնական հարցը դրած է, այսօր մարդիկ եթե չեն կարողանում իրենց ապրանքը տանեն, վարկերի տակ են, աշխատավարձ պետք է տան, գոնե այսօր մեր ղեկավարությունը պետք է բանկերին ասի, որ այդ մարդիկ վարկի տակ են, կամ այդ վարկի տոկոսները սառացրեք, կամ պետությունը պետք է փակի, մինչև ճանապարհ գտնի, ոչ մի ճանապարհ չեն կարա գտնեն։ Այսօր Եվրոպան, ասենք թե ինչ, Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շիշ գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այն ժամանակ էլ հողեր կորցրեցին, մենք պետք է այսօր ոչ թե Ես սիրում եմ պատրաստել հավ Մագիի հետ, նախատեսված սխտորով հյութալի հավի համար, խոտաբույսեր, համեմունքներ, սխտոր։ Կարողանանք լիարժեք ունենալ երաշխավորած խաղաղություն, առաջնային է։ Այսօր ասում են խաղաղություն են բերել։ Ժորժ ջան, խաղաղություն են բերել, թող ցույց տան այդ մեծ խոսացողները։ Թուղթը, որ Ալիևի հետ ասենք ստորագրել են երաշխավորած խաղաղություն, տեսնենք որ երաշխավորած խաղաղությունը, ուրեմն մենք լիարժեք ասենք ճիշտ, ոչ մի երաշխավորած խաղաղություն չկա։ Ամբողջ ադրբեջանցիները սպարծունքների վրա Գեղարքոնիկով, Սյունիկով նստած, ֆունդամենտները բետոնից դրած, նրանք մեծ սպասելիքներով, որ ասեն թե իրենք սպասում են իրենց արևմտյան Ադրբեջանի վերականգնման, վերակառուցման հարցերի շուրջ։ Հիմնական պահանջներ են ներկայացնում, ժողովուրդ ջան, մենք պետք է ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, դրա համար մեր կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք, կապերն էլ կա, հնարավորությունն էլ կա, ցանկությունն էլ կա, թիմն էլ կա, ծրագիրն էլ կա, ժողովուրդ ջան։ Ու այսօր ասեմ ոչ թե մեր մոտ բոլորը պետք է ասենք Բարգավաճից լինեն պաշտոնների, այլ ով կարա դա անի, ով աշխատել է, ով փորձ ունի, ով արդյունք է ցույց տվել, կապ չունի կուսակցական պատկանելություն։ Ասում են կուսակցական պատկանելություն սառացրու, եղբայր այսօր դու պետք ես պետությանը երկրի ժողովրդին։ Այս ոլորտը զարգացնում ես, որտեղ դու փորձ ունես, գիտելիք ունես, արդյունքը ցույց ես տվել։ Եվ ամեն ինչ իր տեղում կլինի։ Եթե ես այդքան գործերի մեջ մտել եմ, արդյունք ինչից է եկել։ Ծանոթ բարեկամ հորոխբոր տղա կամ այն քծնվող մարդ չեմ դրել պաշտոնին։ Այլ այն մարդը, ով խելացի է, բան իմացա, խնդրեմ, հələ պարգևատրում էլ ասեք թե ամեն ինչը տվել եմ։ Դրա համար գործը առաջարկում։ Բարեկամ հետ չես կար աշխատես, չես կարա պահանջես, կամ պետք է դա հորդ բողոքի կամ մորդ։ Այն մեկն էլ հետն էլ ասի, կարող եմ հորդ բարեկամներն ավելի լավ են, կամ նա գնասի չէ, հորդ իրական բառն ասել։ Ժորժ ջան, նորից ուզում եմ ձեզ ասեմ, ամենակարևորը ձեր ցավը տանեմ։ Այ իրական բնական եմ խոսում, նորից եմ ասում, թող մեկը ասի թե ինչ չի։
պետք է այսօր եթե պատասխանատվություն ես վերցրել քո երկրի, քո ժողովրդի համար, երկրը ամուր պետք է լինի, ժողովուրդը բարեկեցիկ, ապահով, երջանիկ պետք է լինեն։ Չես կարող անես, տեղը զիջի, մեղքի տակ մի մտի։ Սա ծանր գործ է պահանջում։ Պետք է լավ թիմ ունենաս, լավ կապեր ունենաս, խոսք ունենաս, մտածես, զարգացնես, ծաղկացնես։ Այսօր հիմնական հարցը Ժողովուրդ ջան ասենք թե տեսեք հասարակ բան եմ ասում։ Այսօր մենք որպես հայ ժողովուրդ միշտ մեծ խոսացել ենք։ Մենք հզոր ենք, մենք պատմական ենք, մենք։ Այսօր մենք չկանք։ Պարտված, տուժած, կորցրած, խեղճացած ժողովուրդ։ Ճիշտ եմ ասում թե ոչ։ Այսօր մտածեց, ասեն թե բացի մտածել, Աստծո ցավը տանեմ, Աստված պետք է կամենա։ Դաժե եթե ուզում ես եկեղեցի կառուցես, մինչև Աստված չկամենա, քո մոտ չի ստացվի։ Աստծո կամով, որ այդ հնարավորությունը տվել էր ինձ, որ ես Քրիստոսի արձան կառուցեմ։ Ու իմ նպատակը, որ աշխարհում մեկ իմ հայությունը ասելու բան ունենա։ Ասի մենք աշխարհի առաջի քրիստոնեազն ենք։ Ու դա հիմնական Ժողովուրդ դա հիմնական որպես ազգային վերածնունդի ներքին հարցան համերաշխության խորհրդանիշ։ Իմ ազգի ցավը տանեմ, սաղ իրար պետք է լավ լինեն։ Ոչ թե սերմանեն, այսօրվա իշխանությունը, ատելություն, թշնամակ, վիրավորել, ցեխ, այդ ցավը տանեմ, հաշտություն, համերաշխություն, երջանկություն, խաղաղություն։ Մարդիկ պետք է բարյանան, պետք է մարդիկ ցանկանան, նախանձությունը պետք է վերանա։ Երբ վերացավ, իրենց գործերը ավելի կլավանա, մարդը պետք է կամեցող բարի լինի։ Հիմա գործը սկսել ենք ամբողջ աշխարհում մեկ, թնդում է դրա մասին։ Կանում էր կինոփառատոն, աշխարհի ամբողջ աստղերը կինոռեժիսորներ այնտեղ էին։ Ուրեմն ես ուղարկել էի մեր ասենք թե ծրագիրը, որ մենք Քրիստոսի արձան ենք կառուցում, որոնք կարան 2020 թվականից գար նկարանելու կինոյի ամբողջը ցանկանում են գալու։ Ժուրնալ են տպի առաջի էջի վրա Քրիստոսի արձանը ու գրածա փոքրիկ պետություն, ժողովուրդ մեծ ամբիցիաներով ժողովուրդ, որ ինչի տակ ենք մտել։ Այսօր կառուցում ենք ասենք թե Աբովյանի հարակից գյուղի Ադիսի վրա։ Եթե այնտեղ հող առաջ $500, եթե ծանոթ ունեք, բարեկամ ունեք, կարակ խնամի ունեք, հարցնեք, տնամերձ է $500, հիմա 70,000 դառը, չկա, շարժը կա, այսինքն դուք մտածեք լավ փոփոխությունների համար, փող աշխատելու համար, որ ասենք թե գործ ձեռնարկելու համար, հիմա եթե տարեկան 10 միլիոն, բայց իհարկե շատ են գալու, որտեղ հետաքրքրություն աշխարհում մեկ արդեն թնդում է, ու Աստծո կամոք ամենազորեղն է, ամենագեղեցիկն է, ամենապատմականն է, 134 կաթողիկոս ունենք, Քրիստոս իր առաքյալների հետ, մեծրով մաշտոցած ենք, թե Քրիստոսյան թունը մեծ թանգարան ենք կառուցում, որ բոլորը կան նայեն, ասենք թե 20 միլիոնը որ կա ամեն մեկ $5,000 ծախսի, ժողովուրդ 100 միլիարդ փողան, 100 միլիարդ, բյուջետ 5 միլիարդ, 100 միլիարդը մնալու է մեր երկրում, մեր ժողովուրդը, օգտվելու է։ Խնդրեմ, մեր փողանցի թողնային, առաջի էջի վրա, բոլորի փողանցի թողնային, 100 միլիարդը մնալու է մեր երկրում, այդ որ տուրիստը գա, Սպիտակ էլա գալու, Գյումրի էլա գնալու, Սևան էլա գնալու, տնտեսությունա զարգանալու, հիմնական մարդիկ փոքր ու միջին բիզնես են ձեռնարկելու, հայոց պատմական ինչ-որ կա, ինչ-որ կարելի է սարքել, թխել, մշակել, տաքսիստն էլա գումար աշխատելու, բյուջեն էլա գումար լինելու։ Ես նայելով որ այդ ձևի արձագանք է ունեցել, ամբողջ աշխարհը արդեն խոսում է, որ իմ երկրին ավելի մեծ ճանաչում տամ, իմ հայ ժողովուրդը հպարտ գալի, կողքին էլ նոյան տապանն են սարքում, որ ասենք թե այսօր իմ ազգը ասելու բան ունենա, որ տուրիզմը զարգանա, ժողովուրդը հարստանա, ձեռները գումար լինի, այսօր եթե 50 հատ գործան կառուցեմ, 50 հատ գործան 5,000 մարդ աշխատեց, 3 միլիոն ենք, 5,000-ով չի լինի, այլ խոշոր ծրագրեր, պետք է 2, 3, 4 արվի, երկիրը ծաղկի, իմ մոտ եկել էր կեմպիսկու սեփականատերը Վրաստաներ եղել, եկել էր Հայաստան ուսումնասիրելու համար, ասում է դուք ավելի մեծ պատմական туриզմի զարգացման համար ավելի լավ վայրեր ունեք, քան թե Վրաստանը, բայց ասում է դուք չեք օգտագործում։ Туриզմը դա ասում է ոսկու հանք է, առանց աշխատանք, միայն սպասարկել,
ասեն թե դրա համար եմ ասում, այդքան մարդ կա, այդքան գումար է, հետո քաղաքը մի հատ գործ ունի, գնան գան ծախսեն, համ ժողովրդի դեմքի ժպիտ կլինի, համ փող կաշխատեն, այսօր ինչի համար է սա անգույն, դեմքների ժպիտ չկա, պարկի տակ, վարկի տակ, խնդիր, պրոբլեմ, աշխատանք չկա, խնդիրները կարգավորելու համար։ Այնպես ժողովուրդ ջան, կարամ ժամերով տարբեր ասենք, թե ասեմ, հիմա փոքր ու միջին բիզնեսից ասեմ, ես փոքր ու միջին բիզնեսից եմ կայացել, որ այսօր են նոր ծիլեր են, ուզում եք հայ կատարի, տեսնիք ստացվի դա մոտ չի ստացվի։ Մինչև 60 միլիոն շրջանառության դեպքում, որից է մեկ իրավունք չունի մոտ գնա, ոչ մի հարկային, ոչ մի օրգան, իր համար դրել է իր ընտանիքով, իր տունը պահելու համար։ 60 միլիոնից կանցնի, կգա 160-170 միլիոն։ Մի միլիոն է, նա մի տոկոսը դրա դեպքում կտա մեծ ուրախությամբ, բայց ոչ թե հարկային մտավ, թող տնեց ես խասեց, ես որտեղից ես բերե, հետևան չես խպե, աղբեր շշկրվե չեմ խպե, ես իմ մեծ հաճույքով իրա 170 միլիոնի մի տոկոսը մեծ ցանկությամբ կտա։ Պետք է մարդու մասին մտածես, երբ որ մարդը զորացավ, կայացավ, ապրանքը ճանաչում ունեցավ, վաճառվեց, այդ ժամանակ ինքնիկան իրա ծախսերը ինքն էլ կհոգա։ Այդ հարցերը ժողովուրդ ջան, ոչ թե ես անգիր արած ասում եմ, նույն հիմոտ առնչմոլում եղել են փոքր ու միջին բիզնեսի մարդիկ, որ եկել են, թե ձեզնից մարդ կա անդեղ չկա, չգիտեմ, առաջին տարին ասեմ անվճար գնացեք կացեք, վարձ չեմ վճարել, իրենց լավ են զգացել, բա մենք էլ ենք ուզում լավ ապրենք, կամեցող մարդ ասեմ 2 տարի է ձեզ, 3 տարի, մի կոպեկ ասեմ ինձ պետք չի, մենակ դուք լավ զգացեք, կայացեք կայացել են, հզորացել են, այդ իմ տարածքում կառուցում են արել, ինձ իմ շենքի վրա իմ համար հարել են, այսպես մարդը որ փող ունի, արդեն կարողանում է լիարժեք ծախսի, հասարակ բան է, կարևորը թորյան չի, ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 100% ավարտել եմ, մարդուն պետք է, հնարավորություն տվի, ժողովուրդ ջան, ամենակարևորը ժողովուրդ ջան, մեկ էլ ասեմ, այսօր տեղ ու դատար չկա կալանավայրերում, ով խոսած, ով մի բան ասեց, հակառակ խոսած, ձերբակալել, պահել կամ տնային կալել։ Ժողովուրդ ջան, ժամանակն է այդ մարդկանց, եւ կան քաղաքական գործիչներ, եւ կան մեկ գործած, որ մարդկանց շանս պետք է տաս այդ կյանքում։ Մի անգամ ծնվել են, մի անգամ մահանալու են։ Շանս ես տալի, որ մարդը երախտապարտ լինի, ասի հալալա, բաց թողում է, սխալմունք է, եղել է, երկրորդ անգամ կանեն, թող պատժվեն, բայց մի անգամ մարդկանց պետք է հնարավորություն տաս։ Մարդը գնացնի իր ընտանիքին, իր ծնողներին, իր կնոջը, արդեն հասկացել է, շատ ավելի ակուրատնի տեղը տեղին կազմակերպի, զարգացնի, կծաղկացնի եւ շնորհակալ։ Այնպես որ մեր ծրագրում կա, որ այդ նույն առաջինը մինչև 10 տարին համաներում շնորհվի, որ մարդկանց շանս տան մարդիկ գնան հասնեն իրենց ընտանիքներին։ Նույնց եմ ասում, երկրորդ անգամ կլինի, մեղքի իրավիճը, թող գնան նստի։ Ես չեմ ուզում, օրեմ սիրելի ժողովուրդ, ես ես ասում ինչ որ ասում եմ, երբեք այսքան աշխատել եմ, ստեղծել եմ, քաղաքացիության մեջ եղել եմ, երբեք ու երբեք չեղեմ, մի բան ես խոստանամ ու չանեմ, իմ ուժի բանը չի չեմ ասի, ես միշտ էլ ասենք թե իմ չափի մեջ, իմ հնարավորության արգանքով եւ այդ ջերմությունը, վստահությունը հանրապետությունով ման եմ գալի, ես ասել եմ ցավոտ տանեմ, հարց եք տալի, ես չեմ ասում, բերանը փակեք տարեք, հեռացեք, կպեից կլու, խնդրեմ, իմ աղբեր, ասա, ինչ ես ասում, ես հարցին պատասխանեմ, դու իմ հարցին պատասխանեմ, այնպես որ ծառայականը բնական իրական մարդ է, այս արհեստական չի, սարկած երկու բառ ասեմ հետամ, ինչ ասում եմ, իմ խոսքին տեր եմ, ու այդ վստահությունը հավատքը, ինչ որ արել եմ, քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու, կարևորը գործն է բնայու։ Հիմա ես ձեզ ասում եմ, ձեր ցավը տանեմ, ժամերով կարամ ձեր հետ խոսեմ, ժողովուրդ, ժամերով, այսօր ցանկացած տարածքում ժողովուրդ ջան ասեք թե գյուղնախարարությունը վերացել են։ Հիմնական, չէ, հանդիպ սպասում ենք ցավը տանեմ։ Ասեք գյուղնախարարությունը հարց եմ տալի, մենք ունենք 480,000 հեկտար հող, գյուղնախարարությունը ինչի հիմա վրա պետք է փակենք, որ ասենք գյուղերը դադարվի, գյուղացին խեղճացած պատի տակ նստած,
ոչ գումար ունի, ոչ սիլիտրա ունի, ոչ սերմ ունի, ոչ էլ ընդունման կետ ունի։ Դա ինչ է նշանակում։ Դատարկվեն ադրբեջանցիներին, գյուղնախարարությունը անմիջապես պետք է լինի։ Գյուղնախարարությանը հնարավորություն պետք է տրվի։ Գյուղացուն իր հողի չափսով գարնանը տրամադրի գումար, առանց տոկոս։ Մինչև վերքը չցանի չհավաքի, աշնանը կբերի, առանց տոկոս կանզի։ Գյուղացին բարիք ստեղծող է, սահման պահող է իր ցավը տանը։ Այսօր թանկություն, ամեն ինչը դրած, մարդը չի կարող շարժվի, չի կարող իր հողը մշակի։ Ձեզ ասեմ, Ծառուկյանը սաղ գիտի, սաղ տեղյակ է, պատրաստ է, հիմնական կազմակերպելու, ժողովրդի դեմքին որ ժպիտ լինի, երկրի երաշխավորած խաղաղություն լինի, կազմակերպենք տարբեր երկրներից, որ ասենք իրենց տեխնոլոգիաները բերեն համատեղ դնենք 50% մենք, 50% կամ 51 իրենց տանք, 49-ը մեր լինի, կարևորը զբաղմունք լինի, զարգանա ժողովրդի գործ ունենան, ժողովրդի ձեռը փող լինի, մարդիկ կարողանան ծախսել։ Ես ձեզ ասեցի, ինչ ասեցի, անկախ նրանից, ձայն կտակ, ձեր ցավը տանեմ, շնորհակալ եմ, ձայն չեք տա, ձեր ցավը տանեմ, Աստծո արև, էլի շնորհակալ եմ, դուք եք որոշելու, ձեր վաղվա օրը, ձեր երեխու ապագան, Ծառուկյանը խնդիր չունի, այսօր Ծառուկյանին հարցադրումը դրել են, Ծառուկյանի ցեմենտի գործանը վերցնում ենք, ձեր ցավը որ ինքը կա, եկալ, բայց ասենք ես իմ հայրենիքը, ես գումարով կամ ունեցվածքի հետ չեմ փոխի, դա համար իմ քույրիկը որ ասեց, որ հանկարծ Կոցավը տանեմ, ինչի համար եմ դա ասում, այո, 38 տարի է երկրաշարժը, անցել է, մարդիկ դոմիկներին փթվում են, էդ էլ կա, ես 40-ամյակն են տոնելու, բայց այդ դոմիկները, ում դիմում ես ասմա, որ չկա։ Ես ձեզ խոսք եմ տալի ոնց որ Գյումրիում, հնարություն դեպքում քանի դոմիկ ասներ, մնացեց։ Ես չգիտեմ, ծրագիր չկա, ծրագիր չկա։ Լավ 200 դոմիկ հարց եմ տալի, ամեն դոմիկին 25,000-ով, այդ ասենք թե 400 դոմիկը տեղում կկառուցվի այդ միլիարդների մեջ, ինչ հասկացել։ Ես ձեզ ասում եմ, անմիջապես 3000 դոմիկը Գյումրիում կա, որտեղ հարցեր չեն, դա փոքր հարց է, ու մենք հենց դաժե հայրենակիցներ ունենք, պետք է մասնավորին էլ կցենք, մեծ ցանկությամբ միլիարդատեր հայր ունենք, որ իր անունով կոչենք, հոր անունով կոչենք, գաթաղամասը կսարքի, ասենք թե 400 դոմիկը կսարքի, իր հոր անունը գրենք ու կգնա։ Պետքա կապ, պետքա մոտեցում, պետքա աշխատանք, պետքա ցանկություն։ Ես ձեզ ասում եմ, կտակ կպանջեք, չեք տա, ձեր ցավը տանեմ, էլի ես Ծառուկյան եմ, բայց իմ քույրիկին ասում եմ, այսօր հարցադրումը դրել են, որ ասենք թե Ծառուկյանի տունն ենք վերցնելու, ծերանոց ենք սարքելու, Ծառուկյանի ցեմենտի գործարն ենք վերցնելու, ասում եմ, տալիս ենք Ժողովուրդ ջան, ձեզ, այս ցավը տանեմ, ժողովրդին տալը, նշանակում է, որ դու դա, որ ժողովրդի սեփականություն, շահույթ, ոչ թե ժողովրդի իր գործին աշխատում է, ես պրեմիան էլ եմ տալի, վախտին գումարն էլ եմ տալի, տեղը տեղին ամեն չելա, դու ինչ է ժողովրդի մեջ փոխվելու, այդ ոնց որ ինչ որ ժողովրդին ասելով, տալիս եմ ձեզ, առաջ օրվանից ասում էր, Ժողովուրդ ջան, վարչապետը դուք եք, հանկարծ մի բան ասեք, 3 միլիոն վարչապետ կա, այսօր ասում եմ որոշողը մեկն է, ես եմ որոշում, ոնց ասեմ ըտենց է, մարդիկ ուզում են բան ասեն, արդեն ազնալ են, որ չխոսեն, վերանը փագեն տանեն, ձեզ ցավը տանեմ, ես ինչ կար ասեցի, ես պատրաստ եմ ունեցվածքներ կորցնեմ, բայց իմ հայրենիքի իմ ժողովրդի հետ ես չեմ փոխի, ասել եմ, մինչև վերջել գնալու եմ, իմացեք որ ամենակարևորը մարդու գործն է, ժողովրդի վստահությունն է, ձեր ցավը տանեմ, նայելով են ջերմությունը, են հանդիպումը, իմացեք դա պահել եմ, պահպանեմ, որ դուք էլ միշտ ասեք Ծառուկյանի ցավը տանեմ, տղամարդ, խոսքի տեր մարդա, դա լինելու աստոր, որ իմ ազգակիցներն էլ իմ տղերքն էլ հպարտ քայլեն, որ Ծառուկյանի տղերքն են Ծառուկյանի թորնեն։